2019 թվականին Բաթումում կայացած Եվրոպայի առաջնությունից 7 տարի անց վրաստանյան ստուգատեսում Հայաստանի հավաքականից միայն Սիմոն Մարտիրոսյանն է մասնակցելու։ Նա այդ տարի Բաթումում նվաճել էր ոսկե մեդալ։ Մյուս բոլոր քաշերում համեմատական կարգով նոր անուններ են, բայց տիտղոսակիր մարզիկներ։ Հավաքականն այս անգամ ունի նաև նոր գլխավոր մարզիչ։ Թիմի վիճակը հարկասու շատ լավ է, վնասվածքներ չունենք։ Անցկացրել ենք 5 ուսումնամարզական հավաքներ։ Իհարկե մեկնելու ենք մեդալների համար եւ ինչ գույնի մեդալներ ոչ կլինի, դեռ հիմա շուտ է չենք ասել, դա էլ ցույց կտա հարտակը։ Վարազդատ Լալայանն ու Գարիկ Կարապետյանը մրցավայր են մեկնելու Եվրոպայի կրկնակի չեմպիոնի կարգավիճակով, իսկ Ռաֆիկ Հարությունյանը նպատակ ունի կրկնել 2022-ի ոսկե հաջողությունը։ Չեմպիոնությունից հետո նա եղել է պատվո-հարթակին, բայց բավարարվել է արծաթով ու բրոնզով։ Վերջերս կայացած Հայաստանի առաջնության համեմատ նա արդեն իսկ բարելավել է ցուցանիշը։ Մոտավորապես 10 կիլոգրամով ավելացրել եմ, բայց դեռ չեմ սահմանափակվում։ Ճիշտ է, ժամանակը քիչ է, բայց ես ինձ ավելի լավ եմ զգում մրցահարթակում, քան մարզումների ժամանակ։ Փորձեմ մրցումներին ավելի բարելավել կիլոգրամները։ Կանանց հավաքականում սերնդափոխությունն արդեն կայացել է։ Թիմը մրցավայր է մեկնելու լիարժեք կազմով։ Մարզչի խոսքով դա նաև մարզաձևը ավելի մասսայականացնելու նպատակ ունի, բայց կան նաև մեդալի ակնկալիքներ։ Իհարկե պատասխանատվությունը շատ մեծ է, որովհետև մասնակցում ենք ամբողջ թիմով, ինչպես եւ անցած տարի մասնակցեցինք լրիվ թիմով։ Ուսումնամարզական հավաքներն անցել են շատ նորմալ, պատրաստականությունը իմ կարծիքով նորմալ է, եթե չկան վնասվածքներ, հիվանդություններ, դա ասված միջև հասնենք Բաթումի, ամեն ինչ այս տեմպերով որ գնանք, ասվածն առաջ ամեն ինչ լավ կլինի իմ կարծիքով, ամենակարևորը մարզույները մասնակցեն իրենց հնարավորությունների մաքսիմումով, իսկ եթե հնարավորություններ են նաև մեդալների, մենք շանսը երբեք բաց չենք տոնի եւ անպայման կպայքարենք մեդալների համար։ Հավաքականում փորձառուներից մեկը Լիաննա Գյուրջյանն է, մինչև 23 տարեկաների Եվրոպայի չեմպիոնը 2025-ին մեծահասակների պայքարում արծաթ նվաճեց։ Այս անգամ փորձելու է փոխել մեդալի գույնը։ Երկրորդ անգամ եմ մասնակցելու հենց Բաթումիում, բայց ոչ մեծերի առաջնությանը, այլ Բաթումիում կայանալիք առաջնությանը։ Հույսերը շատ մեծ են, կարծում եմ հնարավոր կլինի լավագույնս մասնակցել եւ աստված առաջ մեդալ նվաճել։ Եվրոպական ստուգատեսում հայ մարզիկներից առաջինը պայքարի մեջ կմտնի Ալեքսանդրա Գրիգորյանը։ Արամ Մանուկյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։